Բարձրագույնները դուք կտեսնեք, որ դուք ահռելի տոկոսային առավելություն եք ունեցել։ Մի ժամանակ դուք կռիվ եք տալիս Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի համար։ Մի թշնամացեք ձեր միջավայրի հետ։ Այստեղ ձեր նման հայեր են ապրում, որոնք ձեր բեռը ձեզնից շատ են դարել, ասեմ ինչու։ Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում, թե Հանրապետությունից դուրս, տվյալ պարագայում մասնավորապես Ավստրալիա հայությանը, Սիդնեյի եւ Մելբուրնի։ Պարզվեց, որ ուրեմն մեր հայացք Երևանից հաղորդաշար, ինչպես նաև իմ բազմաթիվ այլ հաղորդումներ, կարող եմ ասել, տասնյակ տարիներ արդեն մեր Սփյուռքում եւս դիտվում է։ Դա գիտեք ինչի համար եմ ասում, նախ լավ է որ ընդգրման ծավալը մեծանում է, բայց ասեմ ձեզ նաև պատասխանատվությունն է մեծանում։ Ես տվյալ բaragայում կփորձեմ պատասխանատվության մասը ավելին անեմ, քան մնացածը, քան որտեղ նա քանակական գործ է։ Եվ երկրորդը, ուրեմն ես հետո որոշ եզրակացություններ կասեմ, ինչ որ ես տեսա այս երկու շաբաթվա ընթացքում Ավստրալիայում հանդիպեցինք, խոսեցինք, բարձրացավ որ մեր ժողովրդի հսկայական զանգված է, իմ գնահատականով, այսպես ասեմ, մի պայմանական թիվ 80-90% իրականում քրիստոնյա արժեքներ դավանող է, ինչը հակառակ է Հայաստանի Հանրապետությունում եղած տոկոսին, ըստ չեկիստներ, ռսակոծեր, գողականներ, դժբախտաբար եւ Ղարաբաղյան կլան դրա հետ փոխկապակցված աթեիստներ, անհավատներ եւ օտարահապատակ դատողության մարդիկ քանակը շատ է, բայց որոշ դեպքերում միջուկը կա, միջուկը մնացել է եւ այդ ինձ ուրախացնում է, նաեւ կրկնեմ պատասխանատվությունն է բարձրացնում, փաստորեն ըստ էության կամ Հայացք Երևանից հաղորդաշարը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահի էջն է կամ հաղորդաշարն է եւ այս կուսակցության տեսակետի փոխանցումը շտապազած կարեւոր է։ Մի կուսակցություն, որը ծնվել է հեղափոխությունից հետո, հեղափոխության ալիքի վրա եւ հեղափոխության պահանջով, բայց որը դասական իմաստով այնքան էլ կուսակցություն չէ, իր գաղափարական քաղաքական դրվածքը, որտեղ դա հենվում է առաջին հերթին հայ ժողովրդի հազարամյակների մշակութային առանցքի կամ բնի վրա, ծառի բնի նման էլի։ Ուզում եմ ասել, որ սա իր սպეციფიკան է եւ փորձեմ ես ավելին ասել, քան իմ հնարավորություններն են։ Ինչպես ասում ենք, աշվից դուրս գալով։ Հիմա հիշեցնեմ մենակ որ այս հաղորդաշարը Հայացք Երևանից հաղորդաշարն է, եւ դա բացառապես դրա կարիքին ավելին եմ զգում ես եւ հանրություն ավելին եմ զգում, որտեղ մեր ժողովրդի մեջ, կրկնեմ Հայաստանում, Հանրապետությունում, Ջավախքում, թե այլուր, աշխարհի տարբեր գաղթօջախներում կամ համայնքներում ըստ էության պատմության վերաժևորում է տեղի ունենում, մշակութային արժեքների վերագնահատում է տեղի ունենում եւ կեղծիքը, բոլշևիկյան ռուսական աղճատվածությունը, թուրքական ազդեցությունը դա էլ է եղել մեր քաղաքական կյանքի վրա եւ գաղափարական դրա մոտիվացիաները փոխվում են, մենք վերադառնում ենք մեր բուն պատմությանը, այն բնի առանցարի, այն կաղնու առանցքին, որից բազմաթիվ ճյուղավորումներ են եղել դարերի ընթացքում եւ առաջացել են տարբեր քաղաքական կազմակերպություններ, բայց ինչ էլ լինի չլինի, կաղնու բունը մնում է ուրեմն քրիստոնեական ժողովրդավարությունը, որտեղ դա հազարամյակների պատմություն ունի, որպես գաղափարախոսություն, որպես արժեհամակարգ եւ այլն։ Իմիջայլոց ասեմ, որ այս մասին կարող եք կարդալ շատ հետաքրքիր փոքրիկ հոդված ունի Աստվածաշունչի եւ Հայաստանը կոչվող ուրեմն հաղորդումն է, դա Նիկողայոս Ադոնցը, իմ գնահատականով Նիկողայոս Ադոնցը 20-21-րդ դարի մասին արդեն ավելորդ է խոսել, իր հավասարը ոչ ունեցել է, ոչ էլ կունենա եվրոպական կրթությունով խստապահանջ հայկական Հայաստանի պատմության ռեալ իմացության կորիֆե, որը զուգորդված է նաև ուրեմն եվրոպական իր կրթությունով Բրյուսել, Փարիզ եւ այլն։ Կրկնեմ Նիկողայոս Ադոնց, այ մենք պետք է փորձենք իրենց ասենք Հակոբ Մանանյան իրենց մակարդակին մոտենալ կամ փորձել հասկանալ իրենց ընկալածի կոնե մի տոկոսով, եթե մի տոկոսով յուրաքանչյուրս ընկալենք, կարող ենք ասել մենք խիստ խելացի մարդ ենք ինքնակողությամբ զբաղվենք, որտեղ դրանք հանճարներ են։ Իսկ հանճարների հետ մրցելը բավականին դժվար բան է, եթե իհարկե մրցելու կարիք կա կամ իմաստ կա։ Հիմա ավելի կոնկրետանամ։ Հայացք Երևանից ասել եմ ձեզ, հաղորդաշարը մեկնաբանում է հայաստանյան միջազգային իրադարձությունները, բացառապես Հայաստանի ազգային պետական շահերի տեսանկյունից։ Եվ ես մի բան զգուշացնեմ, որ տարածված է թե իմ համար կարևորը հայ լինելն է, իմ համար դա չի կարևորը, կարևորը Հայաստանն է։ Մենք Հայաստանի չափորոշիչով կարող ենք որոշել տվյալ անձը հայ է թե չէ, դե տականքն է, ազգի տականքը։ Դուք հիշեցնեն հետեւյալը։ Ինձ թվում է կարդացել եք ժամանակին ուրեմն Պրոշյանի հացի խնդիրը, ինչքան տականք ասես կա այնտեղ, աչքի, ինչպես ասում էր Աբովյանը, սուրմա թրծնող, ուրիշի գրմանը դատարկող, քյոխվեք եւ այլն, դե հացի խնդիրը կարդացեք կտեսնեք մի այլանդակ երևույթների, ինչ որ այսօր մենք տեսնում ենք փողոցներում Երևանի։ Կերած խմած, գանձագողեր, ավազակներ,
բայց կուսության մասին KGB-ից թուղթ ունեն այն գլխից, որտեղ իրենք կույս են, որտեղ չեն գողացել, բայց հարստացել են։ Հասկանում եք ոնց իհարկե մենք հարստության դեմ չենք, հանկարծ որևէ մեկը չհասկանա։ Մենք ինչպես կարող ենք դեմ լինել Գյուլբենկյանի հարստությանը։ Ինչպես կարող ենք շաբարդանալ, ասենք Քրկորյանի ունեցվածքով, Էրնեկյանի նույնն է, որ ես չեմ ճանաչում, իհարկե բարտանում ենք։ Լևոն Հայրաբեդյանի, որը օրինակից համար եղել է մնում է Արցախ խաղայի տիպար, Արցախ բառն էլ հանենք, Լևոն Հայրաբեդյան, հայի տիպար։ Սրանցով մենք կարող ենք չափել եւ ոչ այն տականքով, որ այսօր փրփուրը բերանին, ուրեմն հետևից էլ Պուտինի համապատասխան գործիքը մեջը գրիվ են տալիս Հայաստանի պետության եւ հաջորդի գոյության դեմ։ Սրանք տարբեր բաներ են, երկուսն էլ հայ են։ Ուրեմն մեկ արմյաշքեն է, այլասերված, այլանդակ, ռուսականացած, գուցե չռուսականացած, բայց հայկականությունից վաղուց հեռացած հայերեն խոսող, իհարկե ռաբիզ է, մտածողությամբ, խոսքով, կենցաղով եւ այլն։ Ուրեմն սա ասում են, որտեղ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում, թե չանըտատ ասել Գյումրիում ինչ կատարվեց, ոչ մանը չի կատարել։ Գողական բարքերով ապրող հասարակությունում Գյումրիում հաղթեց գողականը։ Ինձ զարմանալու բան կա, ինչ եք զարմանում, բայց ինչ կատարվեց։ Բախի չգիտեի, չգիտեր, որ գյուղը, այսինքն չիմացողներ կային, չգիտեիք, որ այդ հայրաքաղաքում այնուամենայնիվ հայրական գործեր չեն լինում։ Ես ձեզ առաջարկում եմ հենց մտնել հրապարակ, մի քիչ գեղատեսիլ եւ ճկնաղ ճարտարապետության միջավայր լսեք, եւ դուք 5 րոպեում եթե նորմալ հայ մարդ եք, կզզվեք ռուսերեն են երկերից, բարտերից, որ ցնցոտի ավորիշ որ մարդիկ, ուրեմն այդտեղ երգում են եւ այլն, եւ այլասերում են ամեն ինչ։ Լավ կներ գոնե ֆրանսերեն երկեին, ֆրանսերեն լսես, բայց այդպես է, այստեղ չեն մոռացել, ուրեմն Բերնյակովին եւ երևի Բերնյակովին իհարկե խնդարկողներ կան, նկատի ունեցեք, այլապես հնարավոր չի ռուսականությունը սիրել, հարգել եւ այլն։ Հիմա բայց այսօրվա խոսքը դրա մասին չի, այն ես դա ուզեցի ասել, որ մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն որպես դավանում պաշտպանում ենք Հայաստանի ազգային պետական շահերը, առաջին հերթին Հայաստանի նոր հայ ժողովրդի, ինչպես կուզեք։ Հիմա գիտեմ, որ անգնավորներ կան, լապարոշներ կան, կներեք, այդ ասելու եմ, KGB-ի ռսածին թրքաշներ կան, լիքը, եւ հազար բաներ կարող եք գրել, բայց դուք թքես լրացվել են, աչքերը կուրանա, բաներն են դուրս կա, հոգիներն են դուրս կա, սրանք էսպես է, ասեմ ձեզ, հայ ռսակոց, ուրեմն թրքաշունը, թուրքիշունը, դա ռուսից մերժված, հաջորդից հեռացած մի այլասերված մի երևույթ է, որը խոսում է մեկ բրտբծածներով հայերեն, խառը չգիտեմ ինչ լեզվով, բարքերն են գիտեք, էլ ինչ չեր կարող ասել, ես օրինակ ձանձրացել եմ նման խոսակցություններից, բայց դե կա, ցավալիորեն դա կա։ Եթե կա, մենք էլ պարտավոր ենք դրան անդրադառնալ։ Հիմա շարունակենք անդրադառնալը։ Դուք հիշում եք, պատերազմից հետո մեր կյանքը վերածեցին ինչ որ մարդիկ Հայաստանի գանձագողերը, իբրև թե նախագահներ, վարչապետներ, Հայաստանի ուրեմն պպզած խորհրդարանական պարլամենտականներ, դուք հիշում եք Սերժի խորհրդարանը, եթե չեք հիշում, ես կհիշեցնեմ ձեզ, առավոտ թերթին, ես հիշում եմ, երբ որ ուրեմն Սերժի առաջին խորհրդարանը գումարվեց, այնտեղ պպզած հայերեն բառը դա, մարդկանց մի խումբ էին նկարել, որոնք սեմուշկա են չրտում, մեկն է տակը գրել էր առավոտ թերթն էր, հիմա առավոտ ուրիշ երգ է երգում, գրել էր պպզածների խորհրդարանը, դուք տեսաք նաև դա հետո վերածեց մականունավորների, այսօր մականունավորները Գյումրիում հաղթել է, շատ մի զարմացեք, ինչ-որ չափով հաղթել են, որտեղ երկիրը գողապետական կառուցվածքից եւ բովանդակությունից շատ չի հեռացել։ Հեղափոխությունը վերքը բացեց, բայց հեղափոխությունը վերքերը չկարողացավ կամ չուզեց լուծել։ Հիմա սրանից հետո ավելի կենտրոնանանք մեր հարցին։ Հիմա ինչ էր հարցը, ինչն էր բնորոշ պատերազմից հետո եղած վիճակը։ Ասեմ հետեւյալը, որ Արցախի պատերազմը 44 օրյա, որ մենք անվանում ենք, Ադրբեջանն անվանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմ։ Հիմա 44 օրյա պատերազմը, նկատի ունեցեք, նախագծվել է, գծագրվել է, կառավարվել է Մոսկվայի կողմից, Լավրովի պլանով։ Եթե կա կներեք, մեր մեջ որտեղ ասեմ, Բուենոս Այրեսից, Սանտիագոից Տոկիո, Կամչատկա, Սիկտիվկար, Խերսոն, որը մի ապուշ կա, որ չգիտի Լավրովը ով է եւ ով է նրա թիկունքում։ Հա կա այդպիսի հարց, որ իրենց էշի տեղ են դնում եւ անընդհատ խոսում են թուրքական եւ այլ գործոնների մասին, Իսրայել եւ այլն, Զանզիբար, չգիտեմ էլ ինչ կան, Բուրկինա Ֆասո, իհարկե այդ բոլորը եղել է, բայց նախագիծը ռուսական է, իրականացնողը ռուսական KGB-ն է, իր հայկական մասնաճյուղով, ինձ այդպես է թվում, եւ իսկական ռուսական մասով։ Դա երկու մասնաճյուղ ունի, այսօր KGB որ ասում են, իմացեք, դա FSB-ն է, Ֆեդերալ Դաշնային ծառայությունը, որպես KGB, եւ բանակային հետախուզությունը։ Հարցրեք հայ գեներալներին, հիմա սարսուր են զգում երևի, իրենց մոտ իրենք, որովհետեւ կատարեցին ռուսական ռազմական հետախուզության առաջադրանքը ջախջախել հայկական բանակը, որի գեներալներն իրենք էին, եւ Հայաստանը տանել պարտության մի նպատակով Արցախ Ադրբեջան վերադարձնելու համար, որպես Ղարաբաղ,
Պուտին այդ մասին ասեց, եղել է կա եւ մնում է Ադրբեջանի անբաժան մաս, չասեց այս սրիկան, որ ըստ Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի դաշնագրի եւ այսպես ուրեմն մնացած այսպես, այսինքն հասկանում եք ոնց է մնացած արդեն մանիպուլյացիաներն են, որի մասին ժամանակին դա ես մոտավորապես հիշեմ ասեմ ձեզ 20 թվականի 9-ին էր համաձայնություն հրադադարի, երևի 12-13-ին ռուս հայտնի մեկ գիտնական գա Իգոր Բանարին, տեսեք, ես ոչխարների համար եմ ասում, ռուս, եւ թերքածին ռուսաստրուգների, եւ թուրքի շների եւ ռուսի քածերի։ Այս տերմիններն իրենց է ես վերադարձնում եմ առատորեն։ Սրանք հակահայաստանն են, արմյաշկետն են։ Ուրեմն Իգոր Բանարին է, որի կարող է եւ ասպիրանտներ եւ լրտեսներ պատրաստած կան, նա կլիպ ուներ, որտեղ հատուկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի հաղթանակի համար ռուսական FSB-ին, կամ KGB-ին, այս որ հայտնի է ժողովրդի մեջ ֆեդերալ ծառայությանը եւ հատկապես ռազմական գերեուին կամ ռազմական գլխավոր հետախուզությանը Իգոր Բանարին հատուկ շնորհակալություն հայտնեց ուրեմն դրանց ուրեմն երկու ռուսական ոչ ադրբեջանի ոչ թուրքականի ոչ հայկական եւ այլն իհարկե հայկականը մենք հասկանում ենք հադրուտ ջրական եւ այլն դուք հասկանում եք սրանք այլ հայ գեներալներն են որոնք մեր երեխաների մեր արյան հաշվին Պուտինի համապատասխան տեղը մտան որից հետո ոչինչ չստացվեց հետո սա գազը բաց թողեց սրանք մի մասը հայտնվեց Բաքվի բանդերում այսպես ուրեմն սա հայրենիքի դավաճանի ճակատագիրն է ռուսական ընթերցումը հիմա եւ այսպես անընդհատ երկիրը դրվեց այդ օրվանից լարումի մեջ երկու նպատակով ուրեմն Հայաստանում քաղաքական նոր իշխանություն էր ձևավորել Հայաստանի նոր իշխանության շուրջ ձևավորվել էր նաեւ քաղաքական այլ ուրեմն խմբավորումներ կուսակցություններ վերածված խմբեր ուրեմն որոնք Հայաստանի պետականության անկախության եւ ինքնիշխանության կուրս էին վարում որը Պուտինի համար մահացու էր եւ ահա Պուտինյան Ռուսաստանը ինչպես հերթական անգամ եղել է ինչպես 1920 թվականի Լենինյան Ռուսաստանը որոշեցին Հայաստանում անկախությունը ոչնչացնել օգտագործելով իրենց հզորությունը եւ իհարկե իրենց ռսակաձերին եւ քոցերին Միկոյան Անաստաս Աշոտ Հովհաննիսյան առաջի տեպն է Կնունյանց եւ այլն իսկ այստեղ այս բարակայում հայ գեներալներ առաջի երկրորդ չորրորդ 6-րդ այնքան են նախագահական մարդ զալը ուրեմն եթե մարդու մատները կտրված լինեն 10 դժվար է հաշվել Հայաստանում նախագահների թիվը Արցախի հետ միասին ասում է հիշում եք Կարծեմ ուրեմն էպոսի մեջ են խոսքը թիվ գա դե Քաջնազարի չէ Քաջնազարի մեջ է եւ դա իսկական է ասում է թիվ գա աստղերին թիվ չկա Քաջնազարի քաջագործություններին եւ այս Քաջնազարները որոշել էին Հայաստանում պետական իշխանությունը տապալել որը չստացվեց եւ այսպես սկսվեց տակտիկայի եւ ստրատեգիայի փոփոխություն Ռուսաստանը Հայաստանը դրեց պերմանենտ ճնշման տակ ցույցեր գործատուլներ դասադուլներ իրեն գործակալական ցանցի կամ կամավոր ստրուգների միջոցով մեկ ուրեմն բարդության էսիշ բարակայով մեկ էսինչ հոդվածի բարակայով կամ մեկ ոսկե բարով եւ այսպես երկը շարունակում է ռուսական որի կանոնը հստակ էր եւ է ուրեմն Հայաստանում չունենալ ոչինչ կայուն Կայունը բացառապես պետք է լինի անկայունությունը իր ստրուգների եւ հանցագործների գանձագողերի հատկապես ղեկավարությամբ եւ ահա անցան ժամանակներ ենթադրվում էր որ Արցախից հայության սպանդի ձևով տեղահանությունը կամ փախուստի կազմակերպումը որ արվեց ուրեմն Արցախի նոր եւ հին իշխանությունների կողմից մասնավորապես հեղաշրջումից հետո եկած իշխանության կողմից եւ այսպես նպատակն էր այդ հեղեղի միջոցով Արցախական տապալել Հայաստանում հերթական անգամ պետական իշխանությունը դա էլ չստացվեց դրա փոխարեն Ռուսաստանը անվերջ թաղվեց ուրեմն ուկրաինական մաֆիան ճահճի մեջ եւ ես համոզված եմ որ Ռուսաստանը ուկրաինական արյան բաղնիկներից դուրս է գալու ջախջախված ոչնչացված 4-րդական 20-րդական որպես մի պետություն որը լինելու է ինչպես միջուկային խլանզենքի աղբանոց, այնպես է մարդկային բարոյականության եւ բանականության աղբանոց Ռուսաստանի ճակատագիրը սա է։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանում շարունակվում է երանդով ուրեմն մտածածին Ռուսաստանի կերպար խնկարկվել, սա էլ իհարկե, այսպես ասեմ, բարեկամներ փարիսեցիականը, որտեղ Ռուսաստան խնկարկողների գրբաններում ամերիկյան դոլար է հոգիների մեջ ուրեմն դեղահապը գերմանական ուրեմն շիզոֆրենիայի դեղահապերն են բայց պաշտամունքը ռուսական է Խերսոնում Սիկլիվկարում եւ այլուր շշմելու բան է Ժորժ ջան շշմեք ինչքան կարող եք այս հա այսպես է եւ այսպես հայրենիքի դեմ այսպես գործը գնում է հիմա վերջում փաստար գարեցին տեսան ոչինչ չի ստացվում եւ ահա Ղարաբաղյան կլանի բարագլուխների գլխավորությամբ Հայաստանում դժգոհության նոր ալիք են գեներացնում եւ դա Արցախահայերի հանդեպ իբրև թե Հայաստանի իշխանությունների անդարբերությունն է եւ ինչ որ իրավունքների մասին խոսակցությունները ճիշտ ասած ինձ որևէ մեկը երբևէ չի կարող ասել որ մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև երբևէ ժողովություն է դրել բայց ինձ համար անհասկանալի է Արցախահայերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում
Եթե քաղաքացիություն են ընդունել, ուրեմն մեր նման իրավունքներ ունեն, ինչ իրավունքի մասին կարող է լինել, ինչ տարբերություն։ Արցախը հայ է ծագումով, ծննդով թե ախալքալակա, ջավախա կամ լորվա հայ է։ Մեկը կարող է բացատրել։ Մենակ այստեղ նաև հայվաններ կան Հայաստանի պետության դեմ կռվող Նախիջևանահայերի կոնկրետ կան, ինչ տարբերություն է ապուշների իրավունքների եւ ասենք մյուսների միջեւ։ Կարծում եմ Հայաստանը եւ նույնիսկ այսպես ինչ տարբերություն հանրապետության եզդի ազգաբնակչության քաղաքացիների եւ մնացածների միջեւ չկա, այդպես բան չի կարող լինել։ Բայց արտոնյալ իրավունքներ իհարկե չեն կարող լինել։ Այս խոսքային մասին որ Արցախ հայերը որպես քաղաքացիներ արտոնյալ իրավունքներ Հայաստանի Հանրապետություն չեն կարող ունենալ։ Սա ռասիզմ է հոգուտ Արցախում ծնվածները, որ իրականում հնարավոր չէ։ Ուրեմն այստեղ ինչպես ռասիզմ կլներ, եթե ջավախայերը հիմա պահանջեին իրենց իրավունքները։ Խոսքը քաղաքացիների մասին է խոսքը եւ այստեղ իմ մարտունեցի ընկերը կողքից նստած է եւ տարօրինակ նայում է թե այս ընկերն ինչ է խոսում, ինչ իրավունք, ինչ է։ Բոլորս լինենք բոլոր իրավունքները, որպես պետություն եւ քաղաքացի։ Երկրորդ մասը ինձ համար անհասկանալի է նրանց իրավունքների պաշտպանություն, ովքեր քաղաքացիություն չեն ընդունում։ Ինչ իրավունք ունեք, որ ուզում եք, կարող եք ասել։ Նա այդ բացատրեք, այդ դուրս եկեք ձեր իրավունքները որոնք են։ Ձեր իրավունքները ձեր ծննդավայրում էր։ Ձեր իրավունքը, սրբազան իրավունքը ծննդավայրը արյան գնով պաշտպանել եք։ Հիմա կասեն 9 ամիս սովահար ենք եղել։ Ես խոսքը իհարկե այստեղ մանիպուլյացիա կա։ Խոսքը նրա մասին է, որ ուրեմն ձեզնից ոչ մեկը 9-րդ ամսի վերջին օրը, երբ որ երեխան ծնվում է, դա ուրեմն եթե շուտ է ծնվում, ընկերք է լինում, բայց եթե նորմալ է ծնվում, խոսքը դրա մասին չի կարող լինել, որտեղ երեխան ծնվել է։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Երբ մենք օրինակ ես ասում եմ, իսկ կռվել եք ձեր հայրենիքի համար 9 ամիս առաջ դրանից։ Երբ շրջափակում եք, ձեն եք անել, հա? Աներեք։ Ուրեմն այստեղ ոչինչ չի եղել։ Եվ այստեղ կաննել 9 ամիս հետո իհարկե ուժասպար մարդուցիչ պահանջեց։ Արդեն ինքնին նա հոգեբանորեն մշակված է։ Խոսքը մասին է, որ մենք ինքներս գիտեք բոլորս ձեզ շատ օգնել ենք, երեսով չենք տալիս, բայց եթե շարունակեք այսպես երեսով կտանք, շատ բաներ կասենք, ուրեմն եւ կպահանջեք նույնը ձեզնից մեր հանդեպ։ Բայց մենք այդպեսի բան չենք արել։ Ուրեմն Հանրապետության ազգաբնակչություն 30 տարի զրկանքներով, 1000 մի տառապանքով եւ ձեզ գումար, երեխա ունեցված մատակարարելով, նույնիսկ ձեր աշխատավարձ իմանալով, որ ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բոլոր իրենց ազգային լուծը տարել են խոնարհումով, հասկանալով, թե դուք ինչ եք անում, ուղղակի վերջում բոլորը մանտրաժ են գա ռուսերեն ասեն, թե դուք ինչ եք արել, դուք բանակ չեք ստեղծել, պետություն չեք ստեղծել եւ ձեր փոքրիկ հայրենիքի համար չեք կռվել։ Ուրեմն այսպես շատ բաներ բարձվում են, այլապես այսպիսի հանցագործությունների դատական գործերի առատություն անհասկանալի, հատկապես գեներալների շրջանակում, բայց գեներալներ չեք ունեցել եւ հիմա հաստատվում է այն բնդումը պատերազմից հետո որ գլխի ընկել։ Ձեր գեներալները հացթուխներ են, կոշկակարներ են, որգրամորներ են եւ մի մասը ոչրագործներ, որտեղ ոչրագործություններ են արել։ Իհարկե սա բանակի մասին չի խոսում, սա խոսում ուրիշ բանի մասին։ Իմ խոսքի մեջ էլ թշնամանք չորոնեք, որտեղ թշնամանք չկա, չել կարող լինել, բայց սրանք պետք է ասել ձեզ։ Հիմա ինչ եք ուզում, փողոցները լցվել եք, ինչ եք ուզում։ Ես առաջարկում եմ ձեզ, ձեր մեջ ստեղծեն մի խումբ, եթե ձեր հարցեր ունեք, ես կառավարության լիազորը չեմ, հանդիպեք կառավարության անդամների հետ, բացատրություններ իրար տվեք, մենակ մի պահանջեք, ընդհանրապես ասեմ, ինձ հետ դուր չի գալիս ասել եւ մերժում եմ, ժխտում եմ, ես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացիներն են դիմել, մի հանդուրժեք, որ այս Ղարաբաղցի կոչվածը մուննատով եւ պահանջներով մի մուննատով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ասեմ ինչու, որովհետեւ պետությունը հեղինակություն ունի, անկախ ում պետությունը եւ պետության հեղինակությունը սրբազան է։ Դուք այդպեսի մուննատով կարող եք միայն դիմել երկու մարդու։ Մեկ Պուտինին, մյուսը Ալիևին։ Կարող եք ռիսկ ունեք դիմեք, այլապես սսկվեք, տեղները դվերընկեք։ Դուք կարող եք միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրել, ես հաստատ գիտեմ, որ ես դա ասում եմ իմ նաև փորձառությունից։ Յուրաքանչյուրը պատրաստ է ձեզ ուրեմն ընդառաջել լսել։ Իհարկե, եթե մեջներ Ղարաբաղցի չկա, որովհետև եթե կա, հաստատ իմացեք, նա կռիվ ուզում սարքել եւ կարող է պատկեր առաջացնել։ Հայաստանի իշխանություններում չկան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնք ձեզնից ավելի ձեր վիշտը չգիտեն։ Բայց նրանք պետական որպես պաշտոնյաներ եւ հայ մարդիկ մենակ ձեզ համար չեն պատասխանատու, որ դուք քաղաքացի չեք եւ այդ իրավունքներն էլ հասկանալի չի։ Խոսքը իսկ քաղաքացի մասին հասկանալի ինչ իրավունքներ եք ուզում։ Ինչ իրավունքի մասին է խոսքը։ Ասեք մենք էլ հասկանանք, գուցե մենք էլ կհասկանանք, որովհետեւ խնդիր չկա։ Հիմա ուրեմն սա ձեր Ղարաբաղը կորցանած Ղարաբաղյան կլանը Զորի Բալայանի գաղափարական կառավարումով ոչ միայն Երևի կողոպուտն է հանրապետության կազմակերպել, այլ նաև տոկոսային հարաբերակցություն նայեք։ Եթե դուք պետական պաշտոնյաների յուղոտ թեկոտ տեղերը պաշտոնները տեսնեք գիտության մեջ, տեսնեք բերդության մեջ, հատկապես Բաշրագույնները, դուք կտեսնեք, որ դուք ահռելի տոկոսային առավելություն եք ունեցել։ Մի ժամանակ ուրեմն բուհերի գրեթե բոլոր բուհերի ռեկտորները Ղարաբաղյան ծագում ունեին, այդքան շատ եք խելոք։
Ակադեմիան նայեք, քանի ակադեմիկոս կա Ղարաբաղից, գյուղեր կան, որոնք 4-5 ակադեմիկոս ունեն։ Այդ գյուղերը ակադեմիկոսներ են արտադրել, հա։ Իսկ ինչու այդպես, որտեղ թալֆայականն է, որտեղ ազնիվ չի, որովհետև դուք ջոգել եք, ուրիշները չեն ջոգել։ Նույնիսկ ձեներ չեն հանել իմանալով, ասել են ոչինչ, բան չկա։ Այդ մարդիկ կռվում են, բացվեց դուք կռվ եք տալիս Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի համար։ Ուրեմն այստեղ էլ կործանվել եք Ռուսաստանի հետ միասին։ Բայց իմ առաջարկն է, որ ինչպես ասում են, հաջորդն է ասում, ամեն մի սխալից հետ կանգնելն է, կեսից էլի առավելություն է, էլի մեծ նվաճում է։ Առաջարկում են վերադառնալ մեծ նվաճման ճանապարհը։ Հիմա Արցախայինն եմ ասում, որտեղ Ղարաբաղյան կլանից ոչ հույս կա, ոչ ես հավատում եմ, ոչ էլ գիտեմ, որ կանեն։ Մանավանդ եթե անեն, սրանց Կռեմլը կոչնչացնի ճիճվի նման։ Ինչպես որ ճիճվի նման բանից ուրեմն Ասկերանի զորամասից, խաղաղապահ զորամասից ուրեմն հանեցին եւ ձեր առաջնորդներին, որոնցից հեչ բողոք չունեք, Բակո մակոներին հանձնեցին Բաքու։ Այս նույն ձևով ճիճվի նման ոչնչացնել եք, որովհետեւ դուք Հայաստանում Ղարաբաղյան կլանի մասին է խոսքը, չեք կարող պետական իշխանություն տապալել, ուրեմն Ռուսաստանը ձեր կատաղի թշնամին է, ձեզ ամենավերջին հետին սիլինքորի նման օգտագործում են Հայաստանի պետության դեմ, սա պիտի ասվի։ Բայց հիմա Արցախայցյան մասին է խոսքը, այս սիրելիներ։ Դուք եթե սրանց խելքին եք ընկել, ես որ իրավունքներ ասեցի, բողոք ունեք տեղական իշխանության մարմիններին դիմեք, կա, հնարավոր է, մենք էլ շատ բողոք ունենք, ուրեմն շատ իսկապես օրինակի համակարգում։ Ես իշքան հիշում եմ, մանկարժականում դոցենտի աշխատավարձը 200-250 հազար դրամ է, ընդամենը իր գիտության վաստակ է բոլոր դրած։ Եթե դրանք ավելի շատ բողոքավոր են, քան դուք, բայց տեսնում եք հասկանալու երկրի վիճակը ինչ է կատարվում եւ ձեզ են նորից բանանում։ Հիմա հասարակ շարքային, մեր նման շարքային Արցախային մեր ուրեմն քաղաքացիներին կամ հայրենագիցներին, ինչ եմ ասում, մի թշնամացեք ձեր միջավայրի հետ, այստեղ ձեր նման հայեր են ապրում, որոնք ձեր բեռը ձեզնից շատ են դարել, ասեմ ինչու, դուք եթե բնակչության ազգաթվով մի հատ հաշվեք, տեսեք 1000 բնակչի հաշվով Արցախահայերի մեջ է զինվորների կորուստները շատ, թե Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության զինվորների, եւ ովքեր որտեղ են ծառայել, դա կարող եք ես մատաղիսում, որտեղ է եղել, Հորատից եւ անհետողություններում, նա ցույց տվեք զորամասերում Հայաստանի Հանրապետության հայերը շատ ծառայել թե Արցախի Հանրապետության հայեր։ Այս բոլորը բլեֆ չանեք եւ բան չանեք։ Իմ առաջարկն է։ Դուք ձեր հարևաններ եւ միջավայրի հետ մի թշնամացեք, որտեղ դուք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համբերություն հանում եք եւ մարդիկ մոտենում ասում են չեն հասկանում ինչ է կատարվում։ Սրանք մեզնից ինչ են ուզում։ Էլի շտանկ, ինչ շտանկ, երեխա տվինք, փող տվինք, կյանք տվինք, երկիր տվինք, աղքատ մնացինք, էլի շտանկ, ինչ եք ուզում։ Եվ նայեցեք, տան որ կարող է սոցիալական բունտի վերածվել եւ այս ժամանակ այդ Ղարաբաղյան կլանը կջնջխվի, ձեզ հետ էլ վատ կնեն, դուք ուզում եք, որ ձեր հարևանները ձեզ հետ վատ վերաբերվեն, սա ինչի նման է, ինչ եք ուզում ասեք։ Հիմա ասում են, ուրեմն համաձայն չեք, ես էլ համաձայն չեմ, իսկապես, ասեմ ինչու կհիշեցնեմ, ես ձեզ հիշեցնեմ, որ ես այն քաղաքագիտության այն մասնագետն եմ եղել, որը 2010 թվերից հետո որոնեց, գտավ եւ այլն առաջադրեց Փուր Արաքսյան Հայաստանի կոնցեպտը։ Ես մի անասունների մի թիմ կա, ես Լևոն Տեր-Պետրոսյանի եմ բևեռացումների այդ միջավայրից, որ կվայրահաչեն մի քիչ հետո։ Ասեմ հետեւյալը, երբ ասում էին, որ այս դիրքերն այսպես պահել հնարավոր չէ, որ մենք կջախջախվենք, եթե առաջ չշարժվենք, առաջին դեպի Եվլախ կամ Սաբիրաբադի ուղղությամբ։ Ես այդ խոսակցությունը միջայլոց այսօր երկրորդ անգամ եմ ասում, ունեցել եմ 2020 թվականի հունիսին կամ հուլիսին մատաղիս բանի ուրեմն եղնիկների զորամասում քյոխ կոչված գնդապետի հետ։ Դրան էլ հիմա գեներալ են ասում, դա գեներալ չի։ Այնա չի լինում հայտարարում թե եղբայր ես գեներալ չեմ, գնդապետ եմ։ Երբ մարշալ Մուրասեն էլի ձեն չի անի, որտեղ ուրեմն ես իրեն ասել եմ, այս դիրքերը ոնց եք պահելու եւ նման բաներ, ինչու Փուր Արաքսի մասին չեք մտածում, որտեղ ստրատեգիական իմաստով այս դիրքերը պահել հնարավոր չի։ Այն ժամանակ չէիք լսում, հիմա էլ ասում եմ ձեզ իմ մասով եմ ասում, այս վիճակով պատերազմի մեջ մտնել հնարավոր չի, մենք կջախջախվենք որպես պետություն, դուք էլ փախնելու, գուցե ստավրավոր կգնաք, բայց մենք Հայաստանի ազգաբնակչություն տեղ չունի գնալու, դուք ինչ եք ուզում։ Այս պետությունն եք ուզում ոչնչանա, որովհետև այդպես է ուզում Վալոտը։ Ուրեմն Վալոտի ուզածն էսպես է, ես դրա համար տերմինել եմ տեսել։ Տեսել եմ մոյ ժողովրդի մեջ, ուրեմն արմիաշկեքերս կամ շերտ կա, որոնց ես անվանում եմ Վալոտի բջեր։ Հասկանում եք Վալոտի բջերն ովքեր են։ Հիմա ինչ եք ուզում։ Ես դրա համար առաջարկում եմ մեր նման հայ մարդկանց ուրեմն նորմալ ձեր հարևանների հետ վատ մի եղեք, նրանք կարող են մի օր ձեզ այսպես ասած հակադրվեն ձեր պես այն խնձորի պատմություն սարքեն ձեր գլխին եւ Շուշիի պատմությունը ինչ որ սարքել եք դուք ժամանակին կամ ձեր միջավայրից սարքել են իհարկե բոլորը չեք սարքել հա ժողովրդի հայ զինվորի որոնք ձեր համար կռվում էին ապրում եւ այն ժամանակ ինչ եք անելու դուք կարող եք մտածել բա որ նրանք լսվեն օպերայի թատրոն եւ ցույց անեն ձեր տեղ ինչ եք անելու դրա համար ուրեմն ունեմ նաեւ առաջարկ ժողովուրդ ջան դիմեք ձեր իշխանություններին դուք ունեցել եք նախագահներ դյուժինով
ասում են Ռոման Բաղդասարյանն ասում է ամեն նախագահ 4 հատ կնիկ է ունեցել, մեկ անօրինական, մի 5-6 հատ էլ ուրիշ, որոնք էլ պաշտոնյաներ են եւ այլն։ Ուրեմն սրանցից ձերբազատվեք եւ սրանց պարտադրեք նախագահներն են ձերն ու ձերն են։ Ես ասեմ կաղնեք նաեւ Հայաստանի ազգային հարստության հիմնական մասը Ղարաբաղյան կլանի գրբանում է։ Հասկանում եք ինչ չեք հավատում միած Զորի Բալայանի բզեկ, ովքեր են Հայաստանի հարուստները։ Այդ դրանց ձեր հարազատներն են, գուցե բարեկամեք նաև, ասեք Արցախայության օգնության ֆոնդ ստեղծեք, թող փող դնեն միլիարդներ եւ ինչ որ պետությունը չի կարող անել կամ չունի հնարավորություն, թող իրենք տան այդ փողերը, ոչ թե ձեր ոտի տակ քամակի տակ կրակ վառեն իշխանության դեմ անեն, որ ինչ անեք, դուք պատկերացնում եք դրա հետևանքները։ Հիմա այսքան է։ Ես չեմ ուզում, ուղղակի մենք զրուցում ենք, հաշվեք այս անգամ, որովհետեւ սա տհաճ խոսակցություն է, տհաճ բան է եւ այլն։ Հիմա ասեմ հետեւել, ինչ որ դժգոհ եք այս վիճակից, իհարկե մեղադրում եք սրան նրան։ Ես ասեմ, որ Հայաստանի կառավարությունը մեղավոր չէ, այլ մեղավորը, որ դուք այս օրինեք Ղարաբաղյան կլանն է։ Հիշեցնեմ գեներալին Սամվել Բաբայանը Ստեփանակերտի հրապարակում կանգնած ձեզ ինչ էր ասում, եկեք ասում էր հարցի լուծման ձևեր կան եւ ես պատրաստ եմ ձեզ ինքն էր ասում ծառայելու, եթե չեք գալիս, ասում էր իստիգու կանգնեք, դուք չկանգնեցիք, դուք կանգնեցիք ձեր բագոների, ձեր ռոբերերի, ձեր սերժերի թիկունք եւ տապալվեցիք։ Ինչ էր ասում Սամվելը։ Ասում էր բոնժ եք դառնալու, եթե ինչ չեք լսելու Ադրբեջանի երկխոսությունն է պետք, ասում էր չէ, դուք հայրենիք չունեք, ձեզ վաճառել են։ Սամվել Բաբայանը չէր ասում։ Դուք Սամվել Բաբայանին լսել եք, որ ասում եք ինչու էսպես եղավ։ Ասում էր մարդը, չէ՞։ Ուրեմն էսել էս կան, չերկարացնենք։ Ուրեմն դրա համար ես էսպես ասեմ, mən ափսոսում եմ մեր ժողովրդին հատվածին, որը կլանի հետ զոհն է կլանի, ոչ թե կլանի մաս է, որոնց օգտագործում էին Արցախում, որոնց օգտագործում են հիմա, կարծում եմ դուք կստապվեք եւ մի կնացեք։ Այդ միտինգներով ինչ եք լուծելու։ Հայաստանի Հանրապետությունը ինչ գումարներ ունի, դուք չգիտեք, որ դուք չեք մասնակցել, ոնք են Կողոպուտին մասնակցել, այս պետության, ու ես չեմ մասնակցել։ Այդ ինչ ունի, որ ձեզ չի տալիս, մանավանդ փոխվարչապետը դուք հիշում եք, երկու օր առաջ թե մի օր առաջ հրապարակեց այն գումարների թվերը, որոնց մասին չէր խոսվում։ Ուրեմն դրանից հետո դուք ձեր կլանի բարագլուխներին ասեք, թող փող դնեն ձեզ պահեն։ Օգնեն, ինչու պահեն, իրենք պարտավոր են։ Ուրեմն այս հարցը այսպես կարող է լուծվել։ Իսկ ես ուրիշ բան ասեմ, ուրեմն մենակ դուք չեք։ Ուրեմն կան նաև Լորվա հայեր, կան Աշոտսկի հայեր, Շիրակի գոտու հայեր, այսպես լիքը էլի, որոնք նաև իրավունքներ ունեն եւ դրանց իրավունքն է եւ կառավարությունից պահանջն է։ Պետությունը շատ արագ վերականգնել, պետականությունը այն ծանր վիճակից դուրս գալ եւ բանակը վերազինել։ Այն պահանջները ես ամեն ինչից բարձր պահանջս է ինձ կուսակցություն որպես անհատ որպես ուրեմն բանակի վերականգնում ախրելի գումարներ է պետք, այսինքն ձեզ դերտում են որ դուք պարտադրեք իշխանություններին այն սուղ միջոցները, որոնց որ նա բանակը վերականգնում, ուրեմն այդ սուղ միջոցները ձեզ տա, դուք համաձայն եք դրան, դուք համաձայն եք, մենք համաձայն չենք, բանակը պետք է վերականգնվի, այլապես շարունակվելու է ձեր ուրեմն Ղարաբաղյան կլանի հարազատ եղբայրների ուրեմն պահանջը Պուտինի եւ Ալիևի սրանք իմացեք միասին են գործում ձեր դեմ ուրեմն վերեք այս հարցը փակենք եւ խոսակցություններ ամոթել է ինչ միտինգ էլի չեք եւ հետո ինչ եք վարկաբեկում իշխանության տարբեր մարդկանց հա Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուրեմն ձևավորվել են ընտրության արդյունքով եւ դուք ամեն մի կոսոտ չի կարող ելնել հայ ժողովրդի անունից խոսել եւ վարկաբերել իշխանությունը հայ ժողովրդին գրագետ է դու ես գրագետ այ ապուշ մի կնիկ կա բան է դրանց ֆրստում են այդ ինչ որ կայքեջ կա ցերիշնը թրքիշների բան է Հայաստանի Հանրապետության էսի պաշտոնյան գրագետ չի դու ես գրագետը էշի մեկը կին է չես էլ ամաչում գնա տունդ վերընկի պահանջում ես դու ինչ ես պահանջում անձնագիրեր չունես այդ դուք չէիք մի մասով անձնագրերը կապույտ ուրեմն վառում ճղուն շպրտում հասկանում եք ոնց է թե իհարկե սրա մասին խոսակցություն չէր լինի եթե դուք այս բոլորը չանեիք քանի որ արել եք ուրեմն ստանալու եք իմացեք դրա համար ինչպես ասում են տարածված խոսքը հանգիստ նստեք տեղներդ եւ հետեւյալը իհարկե տրված փողը երևի քիչ է ես ասեցի դուք գիտեք ես քանի որպես պրոֆեսոր քանի 1000 աշխատավարձ եմ ստանում եւ այլն դուք տեղյակ եք եւ քանի ձեր այդ պորոտախոս այդ ապուշ վերլուծաբանների գումարեք անեք դրանց ծնողներին այդ գումարեք անեք դրանց թվից շատ գիրք ու հոդված եմ գրել եւ դուք չեք կարող ինձ մեղադրել որ ես ուրեմն այդ հոդվածներն ու գրքերը մեջը բան չկա այդ մեջը գնահատվել է մրցույթներում միջազգային եւ նաեւ պետության Սիրիայի նախկին իշխանության կոնկրետ գնահատականով բայց Ուրեմն տեսեք հարցը ինչ է։ Հիմա դա գլուխ գովելու համար չի ներկայանալու։ Ուրեմն սրանց էլ ասեք որ հայվաններ, այդ կան վերլուծեցիք 30 տարի Ղարաբաղի իրավիճակը վերլուծեցիք, Ղարաբաղը բերիք հասցրեցիք անդունդի մեջ
Գենոցիդի առաջ կանգնեցրեք ժողովրդին։ Հերիք է լռեք, այդ բան գիտեիք էլ ինչ էիք ասում այդտեղ։ Հասկանում եք, տապալվածները հիմա եկել են մեզ խեք սովորեցնում իշպես կառավարենք մեր պետությունը։ Ուրեմն մի քիչ համեստ լինել է պետք, եւ կա վերջինը, որ ես ուզում եմ ասել։ Նորից կրկնելով, որ իմ ասածի մեջ զայրույթ կա, թշնամանք չկա, չի կարող լինել։ Բայց կա Ղարաբաղյան կլանի հանդեպ իսկական ես եք ուզել բոլորը թշնամանայիք եւ ողջ ունենայիք։ Այս ողորմելի, գանձագողելի թուրքական շների հանդեպ, որտեղ սրանք են ես, ուրեմն ես ասեմ մի տերմին, հա, ինձ համար շատ ավելի լավ է որ սրանք լինեին Ռուսաստանի KGB-ի հայ գործակալները, լինեին ավելի լավ կներ թուրքի շուն, քան թե KGB-շնիկ ռուսական, որոնք մեր երկիր քանդում են, հա, թուրքի շները ովքեր են, հասկանում եք ոնց է, այս թուրքի շներն են, որ Պուտինի համար երկիր են ուզում կործանել, կործանվող Ռուսաստանի ուրեմն զուգընթաց։ Հիմա առաջարկս է նաև մարզերը, ես գիտեք որ դա գաղտնիք չեմ ասում, երևի 5 տարուց ավելի իմ ընկերներով ուրեմն Հայաստանի բոլոր մարզերը, գրեթե բոլոր բնակավայրերը տարբեր խնդիրներով լինում տեսնում եմ։ Սյունիքը դատարկ է, գնացեք այնտեղ։ Մենք մեր բնակարանները չենք տածես, որ դուք այդ բնակարաններում ապրեք։ Երևանում ես կառավարության եթե ղեկավար լինեի, այլևս շինարարությունը բացարձակապես կդադարեցնեի։ Կարող է որոշել եք ամբողջ Հայաստանը միակ քաղաք պետք է դարձնեք, հա։ Հասկանում եք ոնց է, որ այդ թաղամաս, ոչ մի թաղամաս, կրթական ցենզը ես տեսնում եմ նաև, առանձնապես մեծ կրթական ցենզեր չունեք, եւ ձեր պայմաններն են այն չէ որ Ստեփանագերն է, գիսա քաղաք է, գիսա գյուղ է, չեք կարող հա գյուղում ապրել, գնացեք, որտեղ աղետալի վիճակ առաջացել է նաև ձեր մեղքով, ձեր իշխանություններին հանդուրժելով եւ նրանց հետ միտինգ ցույց անելով, քանի որ այդպես է, վերականգնացեք Սյունիք ապրեք, չեք ուզում Լոռի գնացեք, ահռելի գեղեցիկ հրաշալի տեղեր կան, Շիրակի գոտու Սառնամանիքային գոտի Վարդանիկի մոտ գնացեք, բայց ոչ Լեննագան գնաք ապրեք, այդ քաղաքները գերհակեցած են, այ Աշոց կգնացեք, մարդ չկա, բայց ինչ եք ուզում, ինչ անեն, Աշոց բաները գնան, հա, ինչ եք առաջ, Աբովյանի ազգաբնակչությունը քաղաքը թողի գնա Աշոց, դուք էլ մտնեք Աբովյանի քաղաք, այ քեզ Ուրեմն եղած վիճակում պիտի հարմարվեք, մենք էլ պիտի հարմարվենք, եւ պիտի օգնենք, բայց ամեն ինչ պիտի լինի բանականության շրջանակներում։ Եվ մենք այս վարակայում չենք կարող հետևել ձեր բանդաների, Ղարաբաղյան կլանի բանդաների, ուրեմն տրամաբանության, որովհետեւ ձեզ եւ մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ, հիմա է Պուտինն ասել իշխանությունը պիտի տապալեք, այս ապուշները չեն կարողանում, իհարկե գիտեմ ինչի չեն կարողանում, սարսափ ունեն անասնական, ինչու։ Պուտինը դրանց Բաքու է ուղարկել ու պերետաչի տանեն բակոներին, որոնք պետությունը թղթով թամասելով հանձնեցին ուրեմն Ալիևներին, բոլորը դաժան բան է։ Գնացեք ապրեք, բնակեցրեք, ով է ձեզ բան ասում։ Մարդիկ սիրով կընդունեն, ես տեսել եմ ուրեմն Շահնազար գյուղներ, ինչպես է կոչվում հիմա, չեմ հիշում բանի Տաշիրի ամենամեծ գյուղն է Հայաստանի կարծեմ, թե քանի ընտանիքի մարդիկ ես գնացել եմ, սիրով էին Արցախից տեղափոխված մարդկանց ընդունել, տրամադրել եւ աշխատանքի առաջարկներ արել։ Մեր նման պիտի աշխատեք, հասկանում եք, որտե Երևանի փողոցներում դուք ոչինչ չեք կարող անել, ոչ մի բան էլ չի ազդելու։ Հիմա մի բան էլ ասել։ Իսկ իհարկե ես ենթադրում եմ, որ ձեր մեջ այդուհանդերձ կլինեն անհնազանդներ, լավ, հրաշալի է։ Արցախյան, ուրեմն Ղարաբաղի կլանն ունի ահռելի գումարներ, իրենք Արցախի բանակում չեն ծառայել, իրենց զավակները չեն ծառայել, չեն երևի, այն ծնվելիք լակոտներն էլ չեն ծառայել իրենց հաշվով։ Մենք կլինենք խորհրդարանում, կտեսնենք կծառայեք թե չէ։ Վազելով կծառայեք բանակում, որտեղ պատիվ է Հայաստանի բանակում ծառայել։ Հիմա ինչ եմ առաջարկում, համաձայնեք այդ բոլորին, որ Հայաստանը գնա խաղաղության գործընթացի, ուրեմն ստեղծեք պարտիզանական ֆիդայական խմբեր եւ գնացեք վերադարձեք անտառներ, ձորեր, գիրջեր, Հադրուտ, ուրեմն կարող եք Մարտակերտ, որտեղ ուզեք, ուրեմն հենց Եղնիկների, գիտեք այդ տեղերը, գնացեք եւ պարտիզանական կռիվ սկսեք ձեր հայրենիքի համար, կարող եք գանձագիչներ, գիրովաբացիները, եւ այսպես ես ձեզ առաջարկում եմ Երևանի փողոցներում, ուրեմն բանը ասֆալտը քրտնեցնելու փոխարեն գնալ եւ սկսել պարտիզանական կռիվ Արցախի ազատագրության համար ադրբեջանական իշխանություններից։ Եվ ձեզ հաջողություն մենք փողեր կհավաքենք, կարող է եւ ինչ որ մարդիկ էլ կգան, գումարել հաստատ կուղարկենք, բայց դուք պիտի գնաք։ Դուք այնտեղ կարող եք հաջողություն ունենալ եւ իսկապես 5000-ամյա Մաշտոցի հայրենիքը կամ Համալասը եւ այլն դուք թողել եկել եք, փախել եք։ Ճողոբրել եք Ալևի դիմացից, Ղարաբաղյան կլանի մասին է խոսքը։ Ալևը քացոց էս շանսատակ է արել։ Դուք այստեղ վնգստում եք Հայաստանի պետության դեմ եւ Հայաստանի հայկական միջավայրին, որ իրավունքը չունեք։ Եվ չփորձեք այս վերջին ասել։ Հանգարտ չփորձեք Թալիբանի դեր խաղաք եւ Հայաստանի Հանրապետությունը փորձեք վերածել մարդասպանության, տերորի, ահաբեկչության վիճակի։ Հասկանալի է, որ այս բոլորի տակը դա նկատի ունեք։ Նրան չեք հաջողելու։ Հասկանում եք ոնց է։ Եվ Հայաստանի Հանրության ազգային անվտանգության ծառայությանը միսներին իրավաբաններին ես կոչ եմ անում, կուսակցության անունից նաև պահանջում եմ։ Սրանց ուշադիր հետևեք, սրանք որպես իրենց կաշին
փրկել Պուտինի պատժից, այս բանի ուրեմն այսպես Վալոդի բջերի, սրանք երկիրը կարող են ամեն ինչ տանել։ Ուշադիր եղեք, եթե եղավ որևէ բան պատասխանատուն Ղարաբաղյան կլանն է եւ ինքն է անողը։ Իրենք դրան սովորել, բայց եթե անելու եք տերրոր, կարող եք Ադրբեջան տեղափոխվել եւ անել։ Հաջողություն ձեզ եւ որևէ խնդիր չկա։ Հիշեցնեմ մեծ հայ խոսակցությունը, որ կարծում եմ այս կլանները նկատումներ, երբ ասեց՝ «Դու այ ողորմելի ոչնչություններ, մաֆիա եք ուզում խաղալ, գնացեք ուրիշ երկիր խաղացեք, Հայաստան մեկ խաղալու, այ հայվաններ»։ Առաջարկս է բարձրանական կռիվ սկսել Ադրբեջանի դեմ Արցախի լեռներում, անառիկ լեռներում։ Ստեսություն ձեզ արցախայերին է։ Դուք ձեր միջավայրում ձեր բարեկամների, խնամիների, բարձ հայերի հետ մի, այսինքն ձեզ հետ եղբայր քուր եղած ժողովրդի հետ գործ չունեք։ Դուք թշնամացեք Ղարաբաղի կլանի դեմ, եթե կարող եք եւ Զորի Բալայանի գաղափարախոսության վրա թքեք։ Այս բոլորի հիմքը նրա թունավոր գաղափարախոսությունը չէ։ Պիտի գրավել Երևան, հետո նոր Բաքուն։ Ոչ Բաքուն կարողացավ գրավել, արդյունքը ինչ եղավ, ընկերները հայտնվեցին այնտեղ, իսկ Երևան գրավել, Թուրքը չի գրավել, դուք ո՞նց կարող եք գրավել։ Ստեսություն ձեզ, բարի գիշեր։